կուզեմ, որ 3 խորհուրդ տաս սկսնակ լրագրողին, ով ուզում է ցանկություն է հայտնել առաջին քայլերը անել առողջապահական հետ ոլորտում, բժշկության ոլորտում։ Հանրության իսկական կարիքները առանձնացնելն էր, որը արդեն 2 անգամ ասեցի, եւ եւս 2 խորհուրդ կուզեի տալ բժշկական առողջապահական ոլորտի մասին խոսելիս, որքան հնարավոր է դա, ես հասկանում եմ որոշումներ կան, որ կապ ունեն եւ հնարավոր չէ չանդրադառնալ, բայց որքան հնարավոր է զերծ եւ հեռու մնալ քաղաքականությունից, մի քիչ մարդկանց առողջությունը, հանրային առողջությունն այն տեղը չէ, որտեղ ամեն տառ, ամեն տող, ամեն падգամավորի ասած պետք է քաղաքականացնել, եկեք սահմանազատենք, էլի, օքեյ, քաղաքականությունը կա, դա շատ այլանդակ դաշտ է, ես առաջին ասողն եմ դա, բայց ամեն ինչ չէ, որ պետք է կապել քաղաքական դաշտի հետ։ Առողջությունը պետք է պահպանել անկախ բոլոր քաղաքական ուժերից գնացող եկողներից։ Եվ երկրորդ խորհուրդ կտամ յուրաքանչյուր ռեպորտաժ, հարցազրույց պատրաստելուց առաջ, երբ դուք պետք է շփվեք մասնագետի հետ, ուսումնասիրել այդ լուսաբանվելիք նյութը, խնդրում եմ, էլի ուսումնասիրեք եւ իսկապես հասկացեք ինչից եք խոսելու, որպեսզի անհեթեթ եւ բժշկի համար մեկ-մեկ բժիշկները բողոքում են քիչ բամբասանքի է վերածվում, բայց դե հիմա էդ է բողոքում եմ, որ այնպիսի հարցեր էր տալիս, որ դրանք կենցաղային, ասենք, մակերեսային, տափակաբանական, պոպուլիստական հարցեր են, որին բժիշկը չպիտի, ասենք, պատասխանի, ասենք, ինչու է վիրահատությունը թանկ, ժողովուրդը փող չունի, ասենք։ Բժիշկով եկել է խոսելու, չեմ, բարիատրիկ վիրաբուժությունից կամ շատ բարդ տենց մի քանի վիրահատություն միասին անելուց, մարդու կյանքը փրկելուց եւ այսպես տրվում է շատ մակերեսային, պարզմիտ, մանկամիտ հարց։ Այսինքն պետք է նաեւ հարցերը հասցեական լինեն։ Հարցերը պետք է ուսումնասիրված լինեն։ Մի բան ասեմ, լրագրողը պետք է համարյա տիրապետի ամբողջ նյութին, ինչ բժիշկն ասելու է։